Կենթանուն լիարժեք հասկանալու, ինչպես նաև հասկացված լինելու համար շատ կարևոր է ճիշտ ու պրոֆեսիոնալ վարժեցումը։ Եվ որոնք են շների վարժեցման կարևոր պայմանները եւ ինչ կարելի է սպասել կենթանուց վարժեցման արդյունքում։ Այս բոլոր հարցերի պատասխանները իմանալ կօգնի մեզ մեր հյուրը, որովհետև մեր տաղավարում է շների վարժեցնող Դավիթ Բեկլոյանը եւ նա միայնակ չի եկել, մեզ հետ է նաեւ Էմիլիա Բեկլոյանը, բարի լույս եւ հրաշք Նիկին։ Բարի լույս։ Բարի լույս։ Նիկին չի բարևում մեզ։ Բարևձեզ։ Բարևեց։ Կպատմեք մեզ Նիկիի մասին, քանի տարեկանից է նա ձեզ հետ։ Նիկին մեզ մոտ է 2 ամսեկանից։ Չենք պլանավորել, որ ինքը պետք է հենց կոկեր լիներ, աղջիկս ուզում էր, որ փոքր շուն լիներ։ Էջում առաջինը հենց Նիկին բերեց, ասացի չէ, հենց մի անգամից Նիկին պիտի վերցնենք։ Վերցրեցինք, դառավ մեր տան ուրախությունը ինքը, անսահման ուրախանում ենք իրանով, հպարտանում ենք արդեն, ունենք լավ շուն։ Քանի տարեկան է հիմա։ Հիմա 4 տարեկան է։ Մենք ենթադրում ենք, որ Նիկին շատ վարժեցված շուն է, հա։ Կարող ենք այդպես ասել։ Կարող ենք, ինքը ես իրան սովորացրել եմ այնձ է, որ համ իր համար կոմֆորտ լինի, համ ինձ համար կոմֆորտ լինի։ Իսկ որ տարիքից է պետք վարժեցնել շանը։ Վարժեցնել շանը պետք է հենց մտավ տուն։ Լավ տարիք է 2-ից 4 ամսական ժամանակահատվածը, որովհետև ձագուկը այդ ժամանակ ավելի շատ է կարողանում ամեն ինչ թե կանոնները, թե վարժեցման ձևը ավելի շատ արագ անցալում։ Որոնք են այդ կանոնները հիմնական վարժեցնելու, եթե կան։ Ամենաառաջի կանոններից մեկը լինել հետևողական։ Այսինքն, եթե այսօր չի կարելի իրան բազմոցին, իսկ վաղը կարելի է, այդ չեղավ արդեն հետևողական։ Պետք է միշտ կանոնների մեջ լինել հետևողական։ Եթե դրել ենք կանոն, պետք է պահպանենք։ Իսկ 4 ամսականից հետո կարելի է այդ կանոնները հաստատել, թե արդեն ուշ է։ Չէ, միանշանակ դա միֆ է, որ մեծ շանը չի կարելի վարժեցնել, շունը իր ամբողջ կյանքում սովորում ու վարժվում է։ Ուղղակի մեծ շան դեպքում ավելի ունենում է արդեն բնավորություն, պետք է լցվել համբերությամբ ու երկար ժամանակ աշխատել շունիկի հետ։ Հիմա Նիկին որպես վարժեցված շունիկ ինչպես է տարբերվում մյուս շունիկներից, այսինքն հրահանգներ է լսում, ավելի հրահանգները լսում կապված է իմ հետ, ամենակարևորը, վարժեցման մեջ շատ կարևոր է, երբ որ շունը տիրոջ հետ կապված է լինում, ունենում է փոխադարձ վստահություն։ Չկա վստահություն, չկա կապ, չկա վարժեցում։ Այսինքն օրինակ ձեզ ավելի շատ կլսի, քան Էմիլիային։ Եթե ես կամ հա։ Իսկ Էմիլիա, քեզ լսում է թե ոչ, Նիկի։ Հա։ Լսում է։ Ինչ հրահանգ կա, որ եթե դու ասես վստահաբար կանի։ Տունը, տուն գալ։ Տուն գալը։ Հա, իր մոտ տոնիկը ասացնում է եւ տուն է գալիս։ Գալիս է ոտերի արանքը։ Տուն հրամանը։ Եկեք տեսնենք։ Եկեք փորձենք։ Արի Նիկի։ Արի տուն։ Արի տուն։ Հələ սատկի։ Սատկի։ Մի ասեք նման բաներ չէ։ Լարվեցինք այստեղ։ Կատարեց հրահանգները Նիկին։ Վախ։ Վախ։ Կան արդյոք շան պարագայում ճիշտ հրահանգներ եւ սխալ հրահանգներ։ Այո։ Որոնք են դրանք։ Ճիշտ հրահանգները դա պետք է լինի մի անգամ հստակ ու չպետք է փոխվի։ Իսկ սխալ հրահանգը, երբ որ տալիս ենք օրինակի համար նստի, այդ արդեն սխալ է, որտեղ շունը շփոթվում է ու չի հասկանում տերը իրանից ինչ է պահանջում։ Պետք է լինի մի անգամ, բայց հստակ։ Իսկ եթե մի անգամ հրահանգը տալիս ենք ու շունը չի նստում, դա սկզբնական փուլն է, որով որ պետք է իրան ուղղորդել, օրինակ նստել հրամանը դեպքում ձեռքով, տալիս ենք հրաման, հետո նոր գործողություն։ Դրանք էլ են կարևոր, որովհետև եթե մի անգամից համ գործողությունն ու հրամանն է, շան մոտ ձևավորվում է, որ հենց գործողությունը արդեն հրաման է։ Իսկ մեզ պետք է մենք իրան սովորացնենք խոսքը, հրամանը, երբ որ կատարի նոր գործողությունը գա, պարգևատրումը։
Իսկ դուք վստահ եմ իրեն ավելի հեշտ հրահանգներ սովորեցնելուց եք, չէ՞, սկսել, թե դա էական չէ։ Հեշտ կատարվող բաներ նկատի ունեմ։ Հեշտ կարելի է ասենց ասել բազային հրամաններից, պարկի, նստի, կանգնի։ Ես ուզում եմ կանգնելը տեսնել։ Ես էլ։ Նիկի զայկա, ապրինիկի, դե արի տուն։ Ապրինիկին։ Նիկի սպասի։ Կեր։ Անկամ լսում է հրահանգը, որ պիտի սպասի հետո ուտի։ Ընտիր։ Դենստի, հելի մի հատ մահացի։ Չէ, մի հատ մահացի։ Ապրես։ Դե թաթիկն էլ տուր, ապրես են մյուսը, ապրինիկին, մալացեց։ Ընտիր։ Դավիթ, կա ինչ-որ բան, որ երբեք չի սովորի անել շունը կամ չի կարող սովորել։ Թե ամեն ինչին կարելի է վարժեցնել։ Ամեն ինչ կարելի է վարժեցնել, իսկ որպես սովորել մարդկային տրամաբանությունը չի սովորի, դավաճանությունը, կեղծավորությունը չի սովորի։ Բայց մնացյալը կարելի է վարժեցնել։ Այն ինչը որ ֆիզիկապես ինքը կարա անի, այդ ամեն ինչը կարելի է վարժեցնել։ Իսկ կարելի է արդյոք ուժ կիրառել վարժեցնելու ընթացքում։ Կան մարդիկ, որ ուժի միջոցով են Ուժ կիրառելը պատժելու։ Ուժ կիրառել չի կարելի, որովհետև շունը կորցնում է իր վստահությունը, մոտիվացիան, շատ ժամանակ ուժ կիրառելը, այսինքն ծեծել, նեղացնելը բերում է ագրեսիայի կամ վախի։ Հիմա շատ հետագայում կարա լինի այնպես, որ շունը այդ ուժը մի օր արտահայտի իր ագրեսիայով, որովհետև իր գոյությունը պաշտպանելու միակ ձևը դա իր հաչալն է կամ հարձակվելն է։ Իսկ պատժել, այո, կարելի է, բայց պատժելը պետք է հասկանալ sense, որ օրինակի համար, երբ որ շան հետ խաղում ենք ու խաղը միանգամից կտրվում է, իր համար դա շատ լուրջ պատիժ է։ Կա ձայնային բացասական տոնայնություններ, օրինակ չէ կամ դրանք իր համար էլի պատիժ են համարվում, որովհետև ձայնային տոնայնությունը բացասական է։ Եվ դա բավարար է եւ շունը զգում է։ Այո։ Դե բնականաբար բռնությունը կենթանիների նկատմամբ ցանկացած պարագայում անընդունելի է սելի հեռուստադիտողներ եւ վարժեցման ձևերը կարող են եւս լինել մեղմ եւ չվնասեն կենթանիներին, այլ հակառակը օգնեն, որ ձեր կյանքը չորկոտանի մեր բարեկամների հետ լինի ավելի խաղաղ։ Դե եւ խաղաղ կյանքի համար պետք է լինել համբերատար։ Դե հա։ Խոսենք նաև պարգևատրումից եւ խրախուսումներից, որովհետեւ եթե խոսեցինք այդ ընդունելի պատժի ձևերի մասին, որոնք են ընդունելի խրախուսումները։ Խրախուսել լինում է խաղալը, խրախուսել լինում է գովեստը, խրախուսել լինում է ուտելիքը։ Իսկ այսինքն ճիշտ վարքագիծ շունը ցույց տվեց, մենք իրան խրախուսում ենք թե ուտելիքով, թե խաղով։ Հիմնականում լինում են տերեր, երբ որ խրախուսանքը սխալ պահին ու սխալ տեղին են տալիս։ Օրինակը բերեմ շպիցի մասով, լաչառուշկեքը պուճուր, իրանք որ սկսում են հաչալ, տերը այդ պահին ինչ անում, գրկում է։ Երբ որ գրկեց ու սիրեց, շարմոտ ձևավորվում է, որ ես հաչամ, ինձ գրկելու են սիրեն։ Էլի պարգևատրեց ինքը սխալ բան շանը։ Շանը սիրելուց էդ էլա միֆ, որ երես կառնի, չէ, երես չի առնում, ուղղակի սխալ պահին պարգևատրում են շանը։ Հետաքրքիր է, իսկ եթե շունը ագրեսիվ է, ինչպես զսպել այդ ագրեսիան։ Պետք է հասկանանք, որ ագրեսիան ամենաառաջինը, որ հիվանդություն չի, ինքը ձեռք է բերել ագրեսիան, հիմնական պատճառները դրանք կամ վախն է, կամ չվստահելը։ Պետք է ամենասկզբից հասկանալ, որտեղից է եկել իր ագրեսիան ու աշխատել այդ ուղղությամբ։ Եթե ինքը վախի հիման վրա է ագրեսիա ցույց տալիս, պետք է իր մոտ վախը շտկել, եթե անվստահությունը շտկել։ Իրան փուլեր են պետք, որ միանգամից անհնար է, էլի ինքը մի օրում կամ 6 օրում անհնար է ագրեսիայի խնդիրը լուծել կամ վերացնել։ Իր հետ համբերատար, ժամանակատար աշխատանք է, որը որ պետք է կատարել։ Կենթանասեր մարդիկ սովորաբար չեն վախենում
շներից եւ հակառակը գրկաբացորեն ընդունում են, մոտենում են, խաղում են եւ երևի թե նաեւ շունիկները զգում են այդ վերաբերմունքը։ Մարդիկ, որոնք ունեն վախ կենդանիներից, մասնավորապես օրինակ շներից, ինչպես պիտի դա հաղթահարեն կամ ինչպես պիտի ունենան վստահություն, որ շունը չի հարձակվի, չի կծի։ Տեսեք, շունը ուղղակի առանց պատճառ չի հարձակվում։ Պետքա պատճառ լինի հիմնականում։ Եթե առողջ կենդանի է։ Հա, ինքը պատճառ է ունենում հարձակվելու։ Դա կարա լինի ուտելիքը, որը իր միակ ռեսուրսն է պահելու համար, ուտելիքը պաշտպանելու, նորից կասեմ, որ ինքը մարդկանց հանդեպ ունի վստահություն կամ ունի վախ, բայց մինչև հարձակվելը շունը իրանով ցույց է տալիս, հասկացնում է, որ իմ հետ գործ չունեք, հա, ասենց ասեմ, ինքը օրինակ կարա գրմռա, կարա ուղղակի կանգնած սառած դիրքում մնա, էլի նույնիսկ ատամ ցույց տա, կարա ուղղակի հաչա, այսինքն ինքը ինչ որ մի ձև մարդուն հասկացնում է, որ իմ հետ գործ չունես։ Այդ ժամանակ ավելավ մարդիկ իրան հանգիստ թողեն։ Ես կուզեմ օրինակ մեր մոտ մշակույթ զարգանա, երբ որ շանը մոտենում են, տիրոջից հարցնեն, որովհետև շուն կա, օրինակ նիկին բերեմ, ինքը մարդամոտ չի։ Այսինքն հարցնեն, նոր մոտենան, որովհետև Տերը ավելի լավ գիտի իր շունը, ինչ կարգավիճակում է, մարդամոտը կարելի է սիրել, թե չի կարելի։ Իսկ ինչպիսին է մշակույթը Հայաստանում կենդանիների մոտենալու։ Օրինիկի առումով կարամ օրինակ բերեմ, գալիս ու հարձակվում են իրան սիրելու։ Ու Ինչպես բոլորս արել ենք այսօր, սենց ժեստը իր համար օտար մարդուց, սա ոնց որ հարձակվող ժեստ լինի, որն էլ ինքը արդեն սկսում է պաշտպանվել։ Ինչ անել շան համար, որ նա իրեն երջանիկ զգա։ Տալ լիքը սեր, անսահման սեր, խաղալ, թե ֆիզիկական խաղեր, թե մտավոր խաղեր, որովհետև մտավոր խաղերը իրանց հոգնեցնում են համել ու լիքը զբոսանք։ մտավոր խաղը շան դեպքում ո՞րն է, դա քրքիր է։ Մտավոր խաղ նույնիսկ ինքը երբ որ անցնում ենք վարժեցման, օրինակ զայկան չգիտի կամ նապաստակը, հա, ինքը չգիտի ոնց են անում, մենք իր հետ սկսում ենք աշխատել, ուղղություն ցույց տալ, թե ոնց անի, արդեն ինքը սկսում է մտածել, որն է ճիշտ, որն է սխալ, սկսում է հոգնել։ Ու այդ դեպքում իր մոտ ծանրաբեռնվածությունը ավելի շատ է լինում, խորհուրդ կտամ հիմնականում ձագ շունիկների վրա անել, որտեղ իրենք սնդիկ են, հələ որ նոր են եկել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից այդքան չեն հոգնում, ինչքան մտավոր աշխատանքներից։ Ինչքան վարժեցում, այնքան ինքը շուտ կհոգնի, տերերին էլ հանգիստ կթողի։ Ահա բարձրացավ Նա իր բոլոր համերիկները կերավ, հիմա ուզում է համոզվել, որ վերջինն էր, Էլ չկա։ էլ չկա, Մի քիչ էլ ծարավա երևի ջուրա ուզում։ եւ կենտրոնացած է այո ջրի վրա։ Շնորհակալ ենք շատ, որ Նիկի հետ եկաք մեր տաղավար եւ Մենք նույնպես շնորհակալ ենք հրավերի համար։ ուզում ենք, որ Նիկից շատ լինի մեր կյանքում, Նիկիներից եւ մարդիկ, որոնք այսքան սիրում են կենդանիներին, նրանք եւս շատ լինեն։ Մենք շարժվում ենք Մենք առաջ։ չենք ուզում շարժվել առաջ, իհարկե, որովհետև տեսել ենք մեր սիրելի կենդանուն, բայց պիտի շարժվենք առաջ, որովհետև արջևում էլի հետաքրքիր թեմաներ են։